Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է, որ մերժել է Հայաստանում հոսանքի գինը իջեցնելու հեծի սեփականատեր Տաշիր ընկերությունների խմբի առաջարկը։ Հոսանքն էժան վաճառելու առաջարկ ընկերությունը ՀԾԿՀ-ին արել է այս տարվա հունիսի 6-ին եւ 1 շաբաթ անց ստացել մերժման պատասխան։ ՀԾԿՀ-ն այսօր հայտարարություն է տարածել, փորձելով պատճառաբանել, թե ինչու է մերժել։ Հիմնավորումներից մեկն այն է, որ սակագների վերանայումներ տեղի են ունենում տարվա վերջին, ամբողջ հաջորդ տարվա համար։ Իսկ Տաշիր ընկերության առաջարկը վերաբերում էր 2025 թվականի օգոստոսի 1-ից սկսած հոսանքի գնի իջեցմանը եւ ՀԾԿՀ-ում մտավախություն են ունեցել, թե կարող է 6 ամիս հետո տարվա վերջ տարբեր գործոններով պայմանավորված սակագնի բարձրացման անհրաժեշտություն լինի։ Հաջորդ հիմնավորումն այն է, որ հեծի միգրարմամբ առաջարկել էր ավելացած 3.6 միլիարդ դրամ օգուտի հաշվին հոսանքի գինը նվազեցնել, դարձնելով 1 կիլովատ ժամի դիմաց 0.5 դրամ։ Մեկ այլ գրությամբ հեծը 12 միլիարդ դրամի ներդրումային առաջարկ էր ուղարկել եւ ՀԾԿՀ-ում որոշել են, որ այդ երկու գործոնի հանրագումարի արդյունքում հոսանքի գինը կդառնար 1 կիլովատ ժամի դիմաց ոչ թե 0.5 դրամ, այլ 0.2 դրամ։ ՀԾԿՀ-ի հայտարարությունից հասկանում ենք, որ բոլոր դեպքերում հոսանքի գինը իջնում էր, բայց իրենք մերժել են այդ առաջարկը։ Հայաստանում հոսանքի գինը նվազեցնելու հեծի առաջարկը մերժել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Այս մասին հայտարարել է Մերձևոր շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա հայտնել է, որ 5 ամիս առաջ հունիսի 6-ին, մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը, Տաշիր ընկերությունների խումբը, որը հեծի սեփականատերն է, դիմել է ՀԾԿՀ նախագահին հոսանքի գինը իջեցնելու առաջարկով 3.6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների եւ կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ, ասել է Կարապետյանը։ Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է, ասել է Նարեկ Կարապետյանը ու հետևորդներին հարցրել, կարող են ենթադրել, թե ինչու է ԿՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել։ Մեկնաբանություններից մի քանիսում քաղաքացիները գրում են, որ մերժման պատճառը եղել է այն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունը հենց ինքը կայացնի հոսանքի գինը իջեցնելու որոշումը, այդպես փորձելով ստիրաշահել ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին։ Քաղաքական ենթատեքստ է տեսնում ՀԾԿՀ-ի որոշման մեջ հեծի նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նա ի տարբերություն ՀԾԿՀ-ի կարծում է, որ հոսանքի սակագինը կարող է նվազել ոչ թե կես, այլ 1 դրամ։ Ըստ նրա, իշխանությունը միտումնավոր է մերժել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, որ դա անի 2026-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ղազինյանի հիմնավորմամբ, եթե ՀԾԿՀ-ն որոշեր համաձայնել, ապա սակագնի իջեցումը լինելու էր բացառապես սեփականատիրոջ ազգային բարերար Սամվել Կարապետյանի եկամուտի հաշվին։ Ես օֆիցիալ հայտարարում եմ, որ Տաշիր կապիտալը պնդում է այս պահին կատարել սակագնի իջեցում եւ մեր ժողովրդին էլ ուղղակի տեղյակ եմ պահում, որ դա լինելու է միայն եւ միայն Տաշիր կապիտալի Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին եւ այսպես որպեսզի քաղաքական, նախընտրական ինչ-որ բաներ չկառուցեն, հաշվի առնելով իրենց ունակությունները այդպիսի բաներ անելու, բերեն մի վիճակի, ասեն տեսեք, կառավարիչը եկավ, այսպես արեց, այնպես արեց, լավ աշխատեց, որի պատճառով սակագինի իջավ, մենք պնդում ենք, խնդրում եմ դուք էլ մեզ աջակցեք, պնդում ենք, որպեսզի շատ արագ կատարվի փոփոխությունը եւ սակագնի իջեցում տեղ ունենա, հաշվի առնելով, որ մեր ազգաբնակությունը րոպե առաջ, օր առաջ պետք է ավելի էժան սակագնով այսպես վճարի։ Ղազինյանը պնդում է, որ ՀԾԿՀ-ն որոշումը վերանայելու արդյունքում կարող է հիմա էլ իջեցնել հոսանքի գինը։ Իմ ինֆորմացիայով արդեն 6 եւ ավել միլիարդ է դարձել այդ 3.6 միլիարդը եւ հիմա նույն պնդումն անում ենք սակագինը իջեցնելու համար։ Հիմա իջեցրեք, ինչի՞ չեք իջեցնում։ Այնտեղ նամակի մեջ նշված էր տարվա վերջ կներվերանայինք, տարվա վերջին մնացել է 2 ամիս, ընջալուց ասեմ, այս 2 ամիսը ձմեռվա ամիսները գիտեք, որ շատ է հոսանք ծախսվում։ Շատ ավելի լավ, հիմա արեք, որպեսզի այս շատ ծախսած հոսանքի համար ավելի քիչ վճարվի, որոշակի չափով զսպվի բեռը ժողովրդին։ Երրորդ օրն է Հայաստանը հետևում է Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի որոնողական աշխատանքներին։ 100 ոստիկան, փրկարար ծառայության 212 ծառայող, մոտ 200 կամավորներ փնտրում են փոքրիկին, որն անհետացել է երկուշաբթի երեկոյան։ Նա մեծ եղբոր հետ է տնից դուրս եկել, մեծ եղբայրը վերադարձել է, ինքը ոչ։ Տիգրանի եղբայրը համր է, չի կարող պատմել, թե որտեղ է թողել 3 տարեկան եղբորը։ Փոքրիկին փնտրում են 7 ուղղություններով, կան մի շարք վարկածներ, որոնք առաջ
առաջ են քաշել գյուղի բնակիչներն ու Տիգրանի հարազատները, սակայն դրանցից որևէ մեկը դեռ չի հաստատվել։ 3-ամյա Տիգրանի անհետանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հոդվածով։ Ըստ էության սենսացիոն նորություն Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական տեսանյութն է հրապարակել Facebook-ում, վերագրելով այն սենսացիոն նորություն կտրիչ Ներսիսյանից։ Փաշինյանը նշել է, որ կանոնագիր քայոցի համաձայն մեջբերում կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, քանի որ դրժել է կուսակրոնության ուխտը։ Հետևաբար նա կարգալույծ է։ Կարգալույծը չի կարող կարգալույծ անել, եւ Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարակ մատուցել Հովանավանքում, ասել է Փաշինյանը, հիշեցնելով, որ այս կիրակի եւս Հովանավանքում մասնակցելու է պատարակի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ու վաղը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում։ Այսօր նա կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Վաղը Ելիսեյան պալատում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել է Պաղեստինյան համաշարժմանը հրադադարը խախտելու համար եւ հրահանգել է հուժկու հարվածներ հասցնել Գազային։ Իսրայելական հարվածներից զոհվել է ավելի քան 90 մարդ։ Նեթանյահուի գրասենյակից հայտնել են, որ երկրի պաշտպանական ուժերի զինծառայողները հարձակման են ենթարկվել Գազայի հարավում։ Համասը կտրականապես հերքել է եւ հայտարարել, որ Իսրայելի հարվածների պատճառով հետաձգում է զոհված իսրայելցիների մարմինների վերադարձը։ Թրամփը Իսրայելին թույլատրել է հարվածել Գազային, միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը չի կարծում, թե հրադադարը սպառնալիքի տակ է։ ԱՄՆ նախագահի խոսքով Թել Ավիվը պատասխանել է Համասի հարձակումներին, քանի որ ունեցել է դրա լիակատար իրավունքը, եւ դա չի համարվում հրադադարի խախտում։ Նրանք սպանել էին Իսրայելի պաշտպանական բանակի զինծառայողի, այդ պատճառով Իսրայելը հարվածել է եւ ճիշտ է արել, ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Հարավային Կորեա, որտեղ վաղը նախատեսված են բանակցություններ Չինաստանի ղեկավարի հետ։ Առևտրային պատերազմում Չինաստանին զիջող ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը մի շարք ոլորտներում առաջինն է աշխարհում։ Մենք մի շարք տեղերում իսկապես համար մեկն ենք։ Մենք համար մեկն ենք ռազմական ուժով, զենքի որակով։ Ահա թե ինչու են բոլորը ցանկանում մեզանից գնել։ Մենք առաջինն էինք նաև երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մենք ամեն օր մեկ նավ ենք արտադրում։ Պատկերացնում եք։ Հյուսիսային Կորեա Թրամփի այցի կարևոր կետերից մեկը Չինաստանի հետ առևտրային բանակցությունների հեռանկարն է։ Նա հայտարարել է, որ Սի Ցինփինի հետ հանդիպումից ակնկալում է դրական արդյունքներ։ ԱՄՆ նախագահը ծրագրում է նվազեցնել չինական ապրանքների ներմուծման վրա սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը։ Չինաստանի նախագահ Սին վաղը գալիս է այստեղ եւ մենք հուսով եմ համաձայնություն կգանք։ Մենք գործարք կկնքենք, դա լավ գործարք կլինի երկու կողմերի համար եւ դա իսկապես հիանալի արդյունք կլինի աշխարհի համար։ Մենք վերջ ենք դնում առևտրային հսկայական դեֆիցիտներին, շուկամուտք գործելու առևտրային խոչընդոտներին, մատակարարման շղթաներին։ Իր ելույթում Թրամփն անդրադարձել է նաև Մեծավոր Արևելքի խնդիրների կարգավորման գործընթացին եւ հայտարարել, որ այն երկրորդ փուլում է, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ է ենթադրում այդ նոր փուլը։ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում արյունալի մարտեր են տեղի ունեցել թմրակարտելների խոշոր ցանց ղեկավարող Կարմիր հրամանատարության դեմ։ Այդպես է կոչվում թմրաբիզնեսով զբաղվող բանդան։ Ըստ վերլուծաբանների, սա Ռիո դե Ժանեյրոյի նահանգի պատմության ամենամահաբեր ոստիկանական գործողությունն է եղել։ Հայտնի է 64 զոհվածի մասին, նրանց թվում 4 ոստիկան, մի քանի խաղաղ բնակիչ։ Ըստ լրատվամիջոցների բանդայի անդամները կատաղի դիմադրություն են ցույց տվել։ Այրվող մեքենաներով, ավտոբուսներով փակել են քաղաքի հիմնական մայրուղին։ Առաջին անգամ հանցավոր խմբավորումը օգտագործել է զինված անօդաչու թռչող սարքեր ոստիկանական ուժերի վրա պայթուցիկներ նետելու համար։ Գործողության պատճառով տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ են փակվել։ Բնակիչները ավելի քան 12 ժամ չեն կարողացել դուրս գալ փողոց։ Արյունահեղ մարտի ընթացքում ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Կարմիր հրամանատարության պարագլուխներից Յակո դու Նասիմենտո Մենդեսին։ Գործողության ընթացքում արգրավել է զենքի մեծ զինանոց, հարյուրներով գրոհային հրացաններ, ատրճանակներ եւ նռնակներ։ Ըստ իշխանության գործողության նպատակն էր կանխել Կարմիր հրամանատարության տարածքային ընդլայնումը։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հայտարարել է Ջամայկայում աղետալի իրավիճակի մասին։ Կղզում մոտեցել է Մելիսա փոթորիկը, որը դարձել է ամենահզորը վերջին 100 տարվա ընթացքում։ Փոթորիկն ունի վտանգավորության ամենաբարձր 5-րդ աստիճանը։ Կղզում մոտեցող 300 կմ/ժ արագությամբ քամին սպառնում է ավերել ամեն ինչ իր ճանապարհին։ Քամուց բացի կղզում սպառնում են հորդառատ անձրևներն ու սողանքները։ Արդեն հայտնի է, որ Ջամայկայից Մելիսա փոթորիկը շարժվում է Կուբա։
ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգում փորձարարական կապիկներ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է եւ ագրեսիվ տասնյակ պրիմատներ ազատության մեջ են հայտնվել։ Ջասպեր շրջանի բնակչությանը զգուշացվել է կենդանիների հնարավոր հարձակումների մասին։ Ժամեր հետո հաջողվել է փախուստի դիմաց կապիկներին բռնել բացի մեկից։ Ըստ որոշ տվյալների Թուլեյնի համալսարանից դուրս բերված լաբորատոր մակականները վարակված են եղել միանգամից մի քանի վտանգավոր հիվանդությամբ, այդ թվում հեպատիտ C-ով եւ COVID-19-ով։ Թայվանում անցկացվել է ընտանի կենդանիների զգեստների մրցույթ, որը նվիրված էր Հելոուինին։ Տասնյակ շներ եւ կատուներ իրենց տերերի հետ դուրս են եկել պոդիում, կրելով վառ ու սարսափազդու զգեստներ։ Կենդանիները ներկայացվել են դդումների, վամպիրների կերպարներով։ Մասնակիցներից մեկը պատմել է, որ ընտրել է դասական սարսափ ֆիլմի թեման։ Մեր կերպարները պարոն վամպիր ֆիլմից են։ Ես հագնված եմ որպես դաոսական քահանա Լամ Չին Յինգ, իսկ իմ շուն Նյունյուն զոմբի է։ Կենդանիները մրցել են ամենաքաղցր ուրբական արքա դիտղոսի համար։ Ամենաօրիգինալ եւ կրեատիվ զգեստների հաղթողները մրցանակներ են ստացել։